Ուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց բանկեց ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա, որոշում լինելու պարագայում հրաբարակում կլինի ու քանի դեռ որոշում չկա, ես մինչև վերջի պահաշիրագի մարզպետն եմ ու շարունակում եմ աշխատել, որովհետև ես չեմ աշխատում, որովհետև պաշտոն ունեմ, ես պաշտոնը սպայեմ, ես աշխատում եմ, որովհետև պաշտոնն է տվել ինձ հնարավորություն մարզի համար լավ բան անելու, մինչև վերջի պահը իմ աշխատանքի շարունակելու եմ ծառայել մարզին ու փորձելու եմ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխենք։ Մենք չենք աշխատում, որ մեր պաշտոնը պահենք։ Կա պատճառների մասով, հա, տարբեր պատճառներ ամենաառաջինը նախ 7 վերք եկեղեցու հետ կապված, ներկուսակցական խնդիրների հետ կապված, տարբեր Ժորժ ջան, օգնականի հետ կապված, օգնական չէ, խորհրդականի հետ կապված, քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, հրապարակամարմինները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Այն աշխատանքը, որը տարվել է ամեն տարի մարզպետի կողմից պսակադրության արարողությանը, որը եղել է հուշարձանի մոտ։ Այդ ամեն տարի այդ արարողությունն եղել է, ամեն տարի կազմակերպված դպրոցները, պետական կառույցները բոլորը մարզպետի հետ գնացել են պսակ տնելու, մանավանդ այս տարի վարչապետը եւս եկել էր։ Այսինքն այդ մեկը մեկի հետ խառնել ու մեկնաբանել, որ պատարագի հետ կապված, ել եմ ասում, պատարագի հետ կապված որևէ հանձնարարական ես չեմ ունեցել, այդ պատարագ էր կազմակերպված երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագը շատ լավ անցել է, լեփ լեցուն տալիջո եկեղեցին ամբողջությամբ ժողովուրդը եղել է այնտեղ, մեր քաղաքացիները էդել ամեն տարի գալիս են պատարագին դեկտեմբերի 7-ին, այնպես չի որ էդել էր նորություն, պատարագը շատ լավ անցել է ու ել եմ ասում, ես կազմակերպչական որևէ գործողության մեջ ներգրաված չեմ եղել, ոչ էլ որևէ հանձնարարական եղել, որ այդ հանձնարարականը չկատարվի, որովհետև պատարագը ամեն դեպքում պատարագը դա եկեղեցականներն են, քահանաներն ու սրբազաններն են կազմակերպում ու անում ամեն կիրակի։ Ամեն դեպքում դուք ասում եք, որ քննարկումներ եղել են։ Ինչից հետո